Այսօր արցախցիները բախվում են բազմաթիվ խնդիրների, իհարկե շատ սուր է կանգնած սոցիալական հարցը, երբ հայտարարվեց, որ Հայաստանում որևէ այլ կառավարություն գոյություն չի ունենալու կամ այդ կառավարությունը ազգային անվտանգության սպառնալիք է, այդ ժամանակ պարզ է, որ այստեղ դա քաղաքական շատ խիստ նեղ քաղաքական շահեր էր հետապնդում այս հայտարարությունը անելով, բայց պարզ է, որ արցախցիները ընկան դռնեդուռ, որովհետև որևէ մեկը իրենց հարցի պատասխանը չէր կարողանում տալ։ Դեկտեմբերին բոլոր աջակցությունները դադարեցվելու են եւ մարդիկ պարզապես դուրսն են մնալու եւ սա մեծ տագնապ է մեզ մոտ առաջացնում մեզ մոտ արցախցիների կառավարության անդամների հետ անգամ մեր փակ հանդիպումների ժամանակ նրանք խոստովանում են, որ լիովին տապալել են արցախցիների զբաղվածության լուծելու հարցը տապալել են։ Կարծում եմ, որ Արցախի հարցը բաց է, քանի դեռ արցախցիները բնակվում են Մայր Հայաստանում հավաքական կերպով իրենց ձայնը բարձրացնելով։ Արցախը պետք է դառնա նախ եւ առաջ օրակարգային հարց, միայն հետո այն կարող է դառնալ բանակցային հարց։ Եթե մենք Արցախի հարցը փորձում ենք փակել մեր հանրության շրջանակներում, մենք բնականաբար չենք կարող ինչ-որ նկատառումներ ունենալ միջազգային ակտորներից, որպեսզի նրանք խոսեն Արցախի հարցից։ Armenia Today խոսում են գլխավորի մասին նախագծի հերթական թողարկումն է այսօր իմ հյուրն է մեր ձևով շարժման արտաքին քաղաքական հարաբերությունների աշխատանքային խմբի անդամ Արեգա Հովսեփյանը շնորհակալ եմ Արեգա հրավերս ընդունելու համար խոսելու ենք մի շարք հարցերի շուրջ իհարկե առաջին հերթին կանդրադառնանք մեր Արցախի մեր հայրենակիցների այստեղ Հայաստանի Հանրապետությունում կացության եւ այլ խնդիրներին կանդրադառնանք նաեւ Արցախի հարցի բարձրաձայնմանը միջազգային ասպարեզում եւ այլ հարցերին սկսենք հավանաբար արցախցիների հարցերից դուք առավել քան դրանից տեղյակ եք որովհետեւ շատ եք առնչվում դրանց նախ Արցախի կորստից ի վերջո 2 տարի է անցել դժվարությունները մեր հայրենակիցների համար քիչ չեն նրանք բախվում են այստեղ Հայաստանի Հանրապետությունում նախ իհարկե առաջին ժամանակահատվածում տեղափոխման այդ բռնի տեղահանումից հետո այստեղ Հայաստանի Հանրապետությունում թե Երևանում թե մարզերում խնդիրներ կային թե կացության հարց էին լուծում թե հետո աշխատանքային մի խոսքով դուք կմանրամասնեք ինչ է տեղի ունենում 2 տարի անց ինչ խնդիրներ են այժմ ամենից արդիականը Նախ շնորհակալ եմ հրավերի համար եւ այս հարցադրումները շատ կարեւոր են, որովհետեւ կարծես թե երկրորդ պլան են մղվում մեր հայրենակիցների իրավունքների մասին խոսույթը, որը որ ես անձամբ ցավով եմ ընդունում եւ բարձրաձայնումը շատ կարեւոր է։ Այսօր արցախցիները բախվում են բազմաթիվ խնդիրների, իհարկե շատ սուր է կանգնած սոցիալական հարցը, մարդիկ այնքան են խրված սոցիալական խնդիրների մեջ, որ պարզապես ժամանակ չեն գտնում արդեն խոսել իրենց քաղաքական իրավունքների մասին, որը որ պակաս կարեւոր չէ։ Այն թղթաբանությունը, որի պատճառով ամբողջ օր արցախցիները ընկած են այս կամ այն պետական հաստատության դռների առաջ, որպեսզի կարողանան վերականգնել իրենց փաստաթղթերը, արդեն շատ երկար ժամանակ է որ տևում է։ Այսօր էլ արցախցիների հիմնական խնդիրները հենց կապված է նրանց փաստաթղթերի հետ, ինչպես գիտենք, հատկապես գյուղերից բռնի տեղահանված բնակչության մասին է խոսքս, որովհետև 2023-ին սահմանը այնքան մոտ էր արդեն, որ երբ ադրբեջանցիները սկսեցին հարձակումը, մարդիկ պարզապես րոպեների հարց է եղել, որ ուղղակի փորձել են իրենց կյանքը փրկել եւ որևէ փաստաթուղթ չեն կարողացել իրենց հետ բերել Հայաստան եւ այսօր նրանք ստիպված են իրենց փաստաթղթերը վերականգնել եւ որը որ հաշվի առնելով այն փաստը, որ Արցախը այսօր ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ, դժվար է վերականգնել, արխիվները մնացել են այնտեղ։ Իսկ այստեղ Հայաստանում արխիվների ինչեր ենթադրենք պատճենները կան, թե ոչ, ենթադրելի է ենթադրենք պետռեգիստրում, եթե խոսքը գնում է սեփականության, անշարժ գույքի սեփականության մասին, ենթադրելի է, որ արտաքին գործերի նախարարությունում կարող է որոշակի տվյալներ լինեն։ Ոստիկանությունում։ Տեսեք, որոշ գերատեսչություններ կարողացել են այս կամ այն չափով իրենց արխիվները տեղափոխել, բան գրիչի, տեսքով են կարողացել տեղափոխել, սակայն այո, այդպես են կարողացել տեղափոխել
վերափոխել, բացի այդ, օրինակ խոսեցինք ոստիկանության մասին, արդեն վերջին շրջանում կար ընդհանուր արդեն իսկ համակարգ, որ այսինքն Արցախում արված գրանցումները արդեն այստեղ արդեն երևում էին, այսինքն տեղափոխության խնդիր որպես այդպեսին չկար, բայց դա շատ քիչ տոկոսն է կազմում, մեծ մասը ցավոք մնացել է այնտեղ եւ կամ տեղափոխությունից առաջ անվտանգության հարցերից ելնելով ոչնչացվել են կամ պարզապես մնացել են այնտեղ։ Սա շատ լուրջ խնդիր է առաջացնում արցախցիների համար, սկսած իրենց կենսաթոշակների վերականգնման հարցից, իրենց աշխատանքային ստաժի հաստատման հարցից եւ այլն, անգամ բանակում ծառայելու իրենց զինգրքույկների վերականգնման հարցերից։ Սա շատ լուրջ խնդիրների շարք է, որը որ առաջացել է մեկ պարզ պատճառով, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետը գործել է Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ ամենամեծ մարդու իրավունքների զանգվածային խախտումը, այնը արցախցիներին զրկել է քաղաքացիությունից։ Արցախցիները ամբողջ այս 30-ից ավել տարիների ընթացքում եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ այդպես ընդունվում էր անգամ ամբողջ աշխարհում, բայց ահա 23 թվականին Հայաստանի վարչապետը որոշում կայացրեց, որ դա այդպես չէ եւ այս բոլոր խնդիրների շարքը սկսվել է հենց այս կետից եւ ինչպես նշեցի, սա մարդու իրավունքների ամենազանգվածային խախտումն է։ Ով է այդ հարցերով հիմնական պատասխանատուն այս պահի դրությամբ, այսինքն եթե հարցեր են դուք էլ փորձում եք միջնորդել մեր ձևով շարժման այդ միջոցներով, այսինքն աշխատանքային խմբերի գործն է դա երևի թե ինչ որ չափով այդպիսի ծրագրեր մշակում, ում եք դիմում, այսինքն ինչպես եք փորձում արցախահայությանը այս առումով օգնել։ Տեսեք, այստեղ եւս կարող է լինել շատ ընդունելի եւ օրինական տարբերակ, եթե պահպանվեին Արցախի պետական ինստիտուտները, ազգային ժողովը, նախագահը, ամենաառանցքային նախարարությունները, ասենք արտաքին գործերի նախարարությունը պահպանվեր կամ նույն սոցիալ նախարարությունը պահպանվեր, այստեղ արցախցիները արդեն կունենային հստակ հասցե, որտեղ կարող էին դիմել եւ որի միջնորդությամբ արդեն նրանց միջոցով Հայաստանի Հանրապետության իրենց գործընկերների հետ նրանք կարող են հարցերի պատասխան գտնել։ Սակայն երբ հայտարարվեց, որ Հայաստանում որևէ այլ կառավարություն գոյություն չի ունենալու կամ այդ կառավարությունը ազգային անվտանգության սպառնալիք է, այդ ժամանակ պարզ է, որ այստեղ դա քաղաքական շատ խիստ նեղ քաղաքական շահերերի հետապնդում այս հայտարարությունը անելով, բայց պարզ է, որ արցախցիները ընկան դռնեդուռ, որովհետև որևէ մեկը իրենց հարցի պատասխանը չէր կարողանում տալ։ Այսօրվա դրությամբ կան մի շարք հասարակական կազմակերպություններ, ովքեր որ իրավաբանական խորհրդատվություն են իրականացնում, կային նաև պարզապես փաստաբաններ, որոնք իրենց բարի կամքի դրսևորմամբ փորձում են օգնել արցախցիներին, բայց այսպես մշակված մեխանիզմ մինչ օրս չկա, որտեղ արցախցիները կարող են դիմել ու իրենց հարցերի պատասխանները գտնել։ Արդեն նրանք ամեն մեկը փորձում է իր ձևով հասկանալ, թե ինչպես իր հարցի լուծումը տալ, տարբեր գերատեսչություններ գնալով, միտեղից միտեղ գնալով եւ փորձում են իրենց այսպես հարցերը լուծել ցավոք։ Որոշակի տվյալներ են պարբերաբար հրապարակվում, նաև Armenia Today կայքն է այդ առումով հետամուտ, դիմում է տարբեր գերատեսչությունների հարցումներով, օրինակ մեզ ԱԱԾ-ից Armenia Today-ի հարցմանի պատասխան, ԱԱԾ-ից նշել էին, թե քանի արցախցի մեր հայրենակից այստեղ տեղափոխվելով բռնի տեղահանմամբ տեղափոխվելով Հայաստանի Հանրապետությունից էլ է մեկնել։ Անվերադարձ որքան հասկանում ենք, այդ տվյալը ԱԱԾ-ի մեզ փոխանցված 27000 է, փոքր թիվ չէ, կարծես թե առնվազն 20%-ն է այն թվի, որը ի սկզբանե էր հրապարակվում որպես բռնի տեղահանված։ Ես այստեղ տեսնում եմ շատ ուղիղ համեմատական կապ կառավարության կողմից մշակված արցախցիներին այսպես կոչված աջակցությունների տրամադրման կրճատման հետ։ Եթե համեմատենք օրինակ գարնան ամիսների դրությամբ, եթե չեմ սխալվում, այդ ժամանակ ընդամենը 16000 էր արցախցիների անվերադարձ, կարևոր է նշել անվերադարձ Մայր Հայաստանը լքելու փաստը, եւ այս շատ կարճ ընթացքում, երբ որ գարնանը արդեն կրճատվում են, գնալով կրճատվում է այդ աջակցության թիվը, մարդիկ պարզապես իրենց կյանքը չեն կարողանում այստեղ ապահովել, եւ ստիպված են լինում գնահատեսնում եք ինչքան կտրուկ աճ է գրանցվում։ Ես ավելի քան համոզված եմ, որ այդ թիվը անգամ ավելի մեծ է, որովհետև այստեղ կան այսպես նյուանսներ, որոնք որ հաշվի չի առնվում, ով է դուրս գալիս հետ գալիս, ինքն մեխանիկական
հուսով եմ զուտ մեխանիկա-տեխնիկական խնդիրներն են, որ այս թիվը նվազ է ցույց տրվում, որովհետև ես համոզված եմ, որ այդ օրինակ 0.70 ինչի հիման վրա են, հա, նրանք ասում արցախցիները որ փաստաթղթի հիման վրա են, նշում որ արցախցիները անվերադարձ լքել են, արդյոք 0.70 անձնագրի հիման վրա, թե այդ փախստականի կարգավիճակի տրվող այդ հավաստագրի հիման վրա։ Ի վերջո կարող են լինել նաև Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող Այո, կան նաև այնպիսի արցախցիներ, ովքեր որ արդեն քաղաքացիությունը փոխել են, հա, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին համարում ու արդեն նոր անձնագրերով են լքում, որտեղ որ չի երևում, որ նրանք Արցախից բռնի տեղահանված են։ Այսինքն այստեղ կան մի շարք նյուանսներ, որոնք որ եթե հաշվի առնենք, ես համոզված եմ, որ այդ թիվը շատ ավելի շատ է լինելու եւ ցավոք սրտի պետք է նշեմ, որ դեկտեմբերից հետո ել ավելի է մեծանալու այդ թիվը, որովհետեւ դեկտեմբերին բոլոր աջակցությունները դադարեցվելու են եւ մարդիկ պարզապես դուրսն են մնալու եւ սա մեծ տագնապ է մեզ մոտ առաջացնում մեզ մոտ արցախցիներից, որովհետեւ թեկուզ եւ այս չնչին աջակցությունը որ տրվում է, մարդիկ փորձում են դա տալ իրենց կեցավայրի համար, հա, բնակվարձի համար, մյուս իրենց աշխատավարձով փորձում են իրենց առօրյա հոգսերը հոգալ։ Կառավարության հավաստիացումները այդպես էլ ազդեցիկ չեն, որ ասում են ի վերջո որոշակի ծրագրեր կիրականացվեն։ Տեսեք, կառավարության անդամների հետ անգամ մեր փակ հանդիպումների ժամանակ նրանք խոստովանում են, որ լիովին տապալել են արցախցիների զբաղվածության հարցը լուծելու հարցը տապալել են։ Որևէ գործուն ծրագիր չի իրականացվել, որովհետև այդ ծրագրերի մշակումը չի եղել ներառական։ Արցախցի ներկայացուցիչներ ներառված չէին, Արցախի ներկայացուցչության որևէ անդամ ներկա չէր, որ եկամ էլ եթե արդեն վերջին ինչ-որ մի փուլերում նրանք արդեն խոսում էին Արցախի իշխանությունների ներկայացուցիչների հետ, շատ այսպես ինչպես ռուսերեն են ասում, для галочки, այտենց հանդիպում են ունենում, որպեսզի ասեն հանդիպել ենք, բայց իրենք առաջ են տանում իրենց ծրագրերը, որոնք որ նրանք նախապես մշակել էին։ Չեմ բացառում, որ ընտրություններից առաջ կարող են որոշակի փոփոխություններ անեն ու թարմացումներ անել այս ծրագրերի մեջ, փոքրի շատ է ավելի ընդունելի տարբերակով, որպեսզի կարողանան սիրաշահել արցախցիներին, սակայն նրանք եթե այդ քայլը պարզապես ցույց կտա, որ ընդհանրապես չեն ճանաչում արցախցիներին։ Ամփոփելով հենց այս մասնավոր հարցը, մենք ինչ կարող ենք, դուք ինչպես եք գնահատում արդյունավետությունը պետական աջակցության ծրագրերի, ինչպիսին է եղել։ Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, միակ գործուն ծրագիրը որ կար, դա 40+ 10,000-ներն էր, որը որ տրամադրվում էր բոլոր Արցախցին բռնի տեղահանված արցախցիներին անկախ տարիքից բոլորին տրամադրվում էր։ Միակ գործունը փոքրի շատ է դա էր եւ հենց դրա դադարեցումն է, որ հանգեցրել է այդ ձեր վերոնշյալ նշած թվերին, երբ արցախցիներն սկսել են արտագաղթել մայր հայրենիքից։ Ես անձնական ցավ եմ ապրում յուրաքանչյուր Արցախահայի համար, ով որ լքում է Մայր Հայաստանը։ Ես կարծում եմ, որ Արցախի հարցը բաց է, քանի դեռ արցախցիները բնակվում են Մայր Հայաստանում, հավաքական կերպով, իրենց ձայնը բարձրացնելով։ Մենք կարող ենք Արցախը շատ սիրել ու շատ կարոտել ու տառապել Արցախի ցավից, լինելով պայմանական Ֆրանսիայում կամ Ռուսաստանում, բայց այնտեղից մենք չենք կարող պահանջատեր լինել։ Մենք կարող ենք պահանջատեր լինել, եթե մենք Մայր Հայաստանում ենք, եւ ես իմ խնդրանքն է, իմ հորդորն է, եթե կարող եմ այդ իրավունքը ինձ վերապահել, դիմել բոլոր արցախցիներին մնալ Մայր Հայաստանում, որտեղ ամենտեղ մենք լինելու ենք օտար, միայն մենք անգամ այս մեծ ցավերից հետո որ ապրել ենք, մենք այնքան երջանիկ ենք, որ այսօր էլ մենք մեր հայրենիքում ենք։ Մենք կորցնելով մեր հայրենիքը, բայց այսօր մենք մեր հայրենիքում ենք։ Եվ եկեք չկորցնենք նաև այս հայրենիքը, մնանք այստեղ եւ լինենք հավաքական, միասնական, մեր ձայնը բարձրաձայնելու եւ
պարզապես չի հաշտվելու իրողության հետ։ Իհարկե լավ օրինակներ էլ կան, Արեգա, դուք էլ դրանց մասին կփաստեք։ Մի տվյալ բերեմ ինչ այդ օրինակները, նախ ներքին գործերի նախարարությունն է այդ տվյալը հրապարակել, որ հուլիսի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից, Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվածներից 9346 անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել, թիվը կարծես մեծ չէ։ Սա ինչ է նշանակում, Արցախից բռնի տեղահանվածը ինքը հետամուտ չի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու, քաղաքացի այստեղ դառնալու արդեն նոր իրողությունների մեջ, ինչպես դուք նշեցիք, 2023-ից այս կողմ պարզվեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն։ Հիմա հետամուտ չի նոր ձևաչափին, եթե այսպես ասենք, նոր ձևաչափով քաղաքացի այստեղ դառնալու, թե դարձյալ նայում է դուրս կամ, չգիտեմ, ինչ է տեղի ունենում։ Հարցը բազմաշերտ է, որովհետև մի շարք հանգամանքներ են դրդում արցախցիներին չգնալ նորից Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու։ Սկսենք նրանից, որ մի մասը զգացական դաշտում է, արցախցիները կարծում են, որ մի մասը կարծում է, որ եթե գնում են նոր անձնագիր է ստանում, ապա հետագայում Արցախ վերադարձի հնարավորության դեպքում նրանք չեն կարողանալու վերադառնալ, որովհետև չունեն այնտեղ ապրելու փաստաթուղթը, սակայն այս գրանցման հասցեն, այսպես գրանցման հասցեն եւ այդ 070 անձնագիրը, որը որ իրենք Արցախից իրենց հետ բերել են։ Սակայն այստեղ կարող ենք նշել, որ ամեն դեպքում քաղաքացիությունը կրկին ստանալու ժամանակ արցախցիների այդ հին անձնագրերը իրենց մոտ մնում է։ Ես անընդհատ ջատագովում եմ, որ արցախցիները գնան եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ դառնան։ Ի վերջո դա անխուսափելի է լինելու, այսօր դա անեն, թե վաղը մեկ է մի օր գալու է եւ նրանք գնալու են այդ քայլին եւ այս զգացական պահը պետք է մի կերպ կարողանալ հաղթահարել։ Նրանք մտածում են, որ կտրվում են Արցախից, եթե կամ դավաճանում են, եթե ուզում եք այսպես ուռճացնենք մի քիչ եւ նոր անձնագիր ստանալով այլևս հնարավորություն չեն ունենալու վերադառնալ Արցախ, այնուամենայնիվ Արցախից բռնագաղթելու փաստը արդեն իսկ արկա է, կա շտեմարան, որով որ 23 թվականի սեպտեմբերի 19-ից հետո սահմանը հատողների այդ շտեմարանը կա, այսինքն այստեղ էլ անհերքելի փաստեր կան, որ Արցախցին է այդ օրը ստիպված եկել բռնագաղթելու։ Կային նաև տեղահանվածներ, այսինքն տեղափոխվածներ Հայաստանի Հանրապետություն 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո կամ նույնիսկ այդ ընթացքում իրենց վիճակը շատ ավելի կարելի ասել անտեսված է, որովհետև եթե Արցախից բռնի տեղահանվածները 23 թվականից ավելի կարգավիճակը ավելի հստակ է, ընդունելի թե չընդունելի, բայց այնուամենայնիվ հստակ է, սակայն 20 թվականից հետո բռնագաղթածների վիճակը, կարգավիճակը այդքան էլ հստակ չէ, ավելի նրանց համար որևէ ծրագրեր մշակված չկան, որոնք որ կան շատ թերի են եղել ու շատ քիչ են եղել, մակային այնպիսի ծրագրեր, որ մարդիկ անգամ տեղյակ չէին, որ այդ ծրագրերը կան։ Նույն բնակարանների հետ կապված, օրինակ բերեմ, կար ծրագիր, որ նրանք կարող էին դիմել որոշակի գումար ստանալու դեպքում, գնալ իրացնել այդ հավաստագրով, սակայն մարդիկ պարզապես անգամ տեղյակ չէին այդ ծրագրից, եւ այսօր արդեն 23 թվականից հետո բռնագաղթածների համար ծրագրից իրանք չեն կարող օգտվել, որովհետեւ ասում են դուք այն մյուս ծրագրի շահառուներն եք։ Մարդիկ պարզապես մնացել են առանց որևէ ընտրության։ Այսպեսի շատ պարզ ու հեշտ լուծելի խնդիրներ են եղել, որոնք որ չեն լուծվել ժամանակին եւ մարդիկ պարզապես չգիտեն թե որ դուռը ծեծեն իրենց հարցի լուծումը ստանալու համար։ Լավ օրինակներ իհարկե կան այստեղ բնակություն Հայաստանի Հանրապետությունում, լինի մարզերում թե մայրաքաղաք Երևանում բնակություն հաստատած Արցախի մեր հայրենակիցների, իրենց ընտանիքների տարբեր ոլորտներում աշխատանք են գտնում, իհարկե հաջողում են առաջին հերթին նրանք, ովքեր որ որոշակի փորձառություն ունեն առևտրի մեջ, իսկ այլ ոլորտներում աշխատանք ունեցածներից իհարկե հաջողում են առաջին հերթին նրանք, որ օգնության ձեռք են մեկնում տարբեր կազմակերպություններ, ընկերություններ, այդ թվում նաև Սամվել Կարապետյանի
ընկերությունների ցանցը, այնտեղ են արցախցիներին օժանդակում են առաջին հերթին աշխատանքով, որքան հասկանում եմ։ Մի քանի թիվ բերեմ, հետո անդրադառնամ մեր ձևով շարժման ծրագրերին եւ Սամվել Կարապետյանի մշակած նախաձեռնություններին։ Այսպես սոցիալ նախարարությունը ծրագիր էր մշակել արցախցիների ուսման եւ աշխատանքային փորձի տրամադրման հետ կապված, որին կարողացել է հնարավորություն ունեցել դիմելու ընդամենը 2300 հոգի։ Եվ այդ 2300-ից ընդամենը կեսն է կարողացել աշխատանք գտնել հետագայում։ Այսպիսի շատ նվազ թվեր են, եւ սա ոչ այլ ինչ է, եթե խոսում է այդ ծրագրերի տապալման մասին։ Եվ մեկ այլ օրինակ, Արցախից բռնի տեղահանվել է շուրջ 4000 ուսուցիչ։ Բոլորին է հայտնի, որ Արցախում դպրոցների կրթական մակարդակը շատ բարձր էր այս ուսուցիչների բարձր որակավորման շնորհիվ։ Սակայն այս 4000-ից ընդամենը 500-ն է կարողացել որպես ուսուցիչ աշխատանք գտնել։ Այսինքն մեծ այսպիսի պոտենցիալ մենք կորուստ ունենք ուսուցիչների, որ կարող են շատ հեշտ հարցը լուծել թեկուզ մարզերում, գյուղերում, թեկուզ Երևանում այդ ուսուցիչներին աշխատանք տրամադրելով։ Վառ օրինակ, որ մենք այդպիսի պոտենցիալ ենք կորցնում։ Այն նույնիսկ այն պարագային, որ Հայաստանի Հանրապետությունը բազմիցս նույնիսկ կառավարությունը հայտարարում էր, որ մարզերում, սահմանամերձ գոտիներում կամ առաջին հերթին մարզերում կա ուսուցիչների պակաս։ Այո, ես իհարկե այստեղ կարող լինի, եթե ուսուցիչը բնակվում է Երևանում, տվյալ պահին իր հաշվառման, գրանցման հասցեն Երևանն է, եթե նրան աշխատանք առաջարկեն Տավուշում, օրինակ, բնականաբար ուսուցիչը չի կարողանալու գնալ ամեն օր այնտեղ կամ այնտեղ պետք է տեղափոխվի կացության հարցը լուծելով, բայց ամեն դեպքում հարցի լուծում կարող էր տրվել, որը որ չի տրվել։ Գալով ծրագրերին, Տաշիր բարեգործական հիմնադրամի կողմից մինչ օրս իրականացվում է մի կարևորագույն ծրագիր, Տաշիրում են բնակվում եւ շուրջ 2000 արցախցիներ, որոնք որ հենց առաջին իսկ օրից Արցախի բռնագաղթից հետո կարողացել են տեղափոխվել Տաշիր եւ այնտեղ հիմնադրամը հոգում են լիովին անվճար իրենց կացությունը, իրենց սնունդը, հագուստը, կոմունալ ծառայությունների հարցերը։ Այստեղ ես անձամբ ընտանիքների եմ ճանաչում, որոնք որ եթե այնտեղ չհայտնվեին, պարզապես կարող էին դրսում հայտնվել, որովհետև որևէ հնարավորություն չունեին միտեղ բնակվելու, տանը տղամարդ չկար, կոնկրետ իմ ճանաչած ընտանիքի երկու անչափահաս երեխայով, սա պարզապես փրկություն էր նրանց համար եւ քանի այսպիսի ընտանիքներ, որ այսօր բնակվում են Տաշիրում եւ մինչ օրս խնդրում եմ սա շատ կարևոր է, որ մինչ օրս անգամ գտնվելով կալանավայրում, Սամվել Կարապետյանի այս նախաձեռնությունը շարունակվում է, սա իրապես այն դեպքում, երբ պետության ծրագրերը գնալով նվազում դադարեցվում են, այս ծրագիրը շարունակում է, ել չեմ ասում, որ արցախցիների աշխատանքի տեղավորման տարատեսակ հարյուրավոր կարող եմ ասել, աջակցություններ տրամադրվել արցախցիներին, բացի այդ, անգամ 20 թվականի պատերազմից հետո Սամվել Կարապետյանի հենց ֆինանսավորմամբ են, որ Արցախում վերակառուցվում էին ենթակառուցվածքները, այսինքն ջրի, լույսի, գազի այդ կապերը, բոլորը ցանցերը, բոլորը վնասված էին եւ հենց նրա ֆինանսավորմամբ է, որ վերականգնվում էին, որպեսզի արցախցիները մնային Արցախում ու Արցախը մնար հայկական։ Այսքան մեծ ուշադրություն էր տրվում Արցախին ու արցախահայությանը մինչ օրս։ Իդեպ հասցնենք անդրադառնալ նաև Արցախում, իհարկե փոքրաթիվ են այն մարդիկ, ովքեր որ մնացել են բռնի տեղահանումից հետո, նախընտրել են այդ տարբերակը։ Իրենց մասին ինչ տեղեկություններ ունեք։ Վերջերս մենք իդեպ բարձրաձայնեցին ադրբեջանական լրատվամիջոցները իրենց հատուկ ծառայությունները, որ մի արցախցու Ստեփանակերտում ձերբակալել, այնուհետև կալանավորել են, մեղադրում են ահաբեկչություն նախապատրաստելու համար։ Ինչ է ձեզ հայտնի իր մասին եւ ընդհանրապես Ստեփանակերտում այլ քաղաքներում եւ գուցե գյուղերում մնացած արցախցիների մասին։ Ճիշտն ասած, այս հարցին չեմ կարող ընդգրկուն անդրադառնալ, որովհետեւ իմ տեղեկությունները նույն այն տեղեկություններն են, ինչ որ լրատվամիջոցներում է հայտնվում։
Այո, դա այդ մարդկանց որոշումն էր այնտեղ մնալու, սակայն նրանց թիվը շատ քիչ է, մեկ տասնյակից քիչ ավել երևի այսօրվա դրությամբ, դա խոսում է այն պարզ բանի մասին, որ Արցախում տեղի ունեցել ցեղասպանություն, էթնիկ զտում եւ ամենակարևորը հայրենազրկում, արցախցիները հայրենազրկվել են եւ սա պետք է միանշանական բոլոր միջազգային հարթակներում բարձրաձայնվի, իսկ այն մասով նույն այդ տղամարդու գործողությունների բանի մասով իմ տեղեկությունները ճիշտ ասած այն ինչ որ լրատվամիջոցներում են։ Մեր ձևով շարժման արտաքին քաղաքական հարաբերությունների այս աշխատանքային խումբը, որում ընդգրկված եք նաև դուք Արեգա, ինչպես է նայում արտաքին քաղաքական հարցերին, առաջին հերթին այն քաղաքական հարցերին, որով զբաղվում է Հայաստանի Հանրապետությունը։ Այդ հարցերից կարևորագույնը, այսպես հետ նայելով այն թեմաներին, այն հարցերին, որի մասին քիչ առաջ էինք խոսում, Արցախն է։ Արցախի հարցը այսպես ԵԱԿ Միսկի խմբի փակմամբ, լուծարմամբ, այսպես փակվում է թե ոչ։ Դուք ինչպես եք այդ ամենին նայում, ինչ ծրագրեր ունեք եւ ինչ առաջարկներ եք մշակում Հայաստանի քաղաքացու հասարակությանը ներկայացնելու համար։ Ճիշտ է, արտաքին քաղաքական հարաբերությունների աշխատանքային խումբը այսօր զբաղված է արտաքին քաղաքականության նոր տեսլականի մշակմամբ։ Մենք փակ խորհրդակցություններ ենք ունենում այն մարդկանց հետ, այն միավորների հետ, ովքեր որ իրենց ավանդը ունեն Հայաստանի դիվանագիտության կայացման գործում եւ այդ խորհրդակցությունների ընթացքում մենք փորձում ենք հասկանալ այն ելքերը, որոնք կարող ենք մենք ունենալ ստեղծված ողբերգական վիճակից։ Եթե խոսում ենք Արցախի վերաբերյալ, ապա այսօր, քանի որ մեր շարժումը ապակաղական է համարվում եւ դեռևս մենք կուսակցություն չենք, մենք միտված ենք արցախցիների կարճատև ոչ երկարաժամկետ, այլ կարճաժամկետ եւ միջնաժամկետ հարցերի լուծմանը Հայաստանի Հանրապետությունում արցախցիների արժանապատիվ կյանքի ձևավորմանը, հետեւաբար փորձում ենք ծրագրեր մշակել սոցիալական, մշակութային անգամ, որպեսզի նրանք կարողանան իրենց կյանքը ապահովել Մայր Հայաստանում, իսկ եթե արտաքին քաղաքականության բանին անդրադառնանք, ապա Արցախը պետք է դառնա նախ եւ առաջ օրակարգային հարց, միայն հետո այն կարող է դառնալ բանակցային հարց։ Եթե մենք Արցախի հարցը փորձում ենք փակել մեր հանրության շրջանակներում, մենք բնականաբար չենք կարող ինչ-որ նկատառումներ ունենալ միջազգային ակտորներից, որպեսզի նրանք խոսեն Արցախի հարցից։ Թեկուզ այսօր մի այնպիսի պարադոքսալ միջավայրում ենք ապրում, որ Հայաստանի իշխանությունները փորձում են փակել Արցախի էջը, իսկ դրսում որոշ միջազգային կազմակերպություններ, անգամ պետություններ փորձում են խոսել Արցախի հարցի բաց լինելու մասին, անգամ ԵԱԿ Մինսկի խմբի լուծարումից հետո իրականում ոչ մի բան այսպես ճակատագրական ես չեմ փորձում համարել, եթե ԵԱԿ Մինսկի խումբը փակվել է, ապա դա չի նշանակում, որ մեկ այլ խումբ չի կարող բացվել, եթե Հայաստանի Հանրապետությունում լինեն ազգային իշխանություններ։ Կան այդպիսի ուղիներ, կան այդպիսի լծակներ, որոնք որ կարող են ստեղծել հարթակներ Արցախի հարցը բանակցային սեղան հետ վերադարձնելու համար, բայց ինչպես ասեցի, մինչև բանակցային սեղանը հետ վերադառնալ պետք է այն դառնա օրակարգային հարց։ Եվ օրակարգային հարց Հայաստանի արտաքին քաղաքական այո, թե դեսպանատները, թե միջազգային կառույցները պետք է լծվեն Արցախահայերի իրավունքների պաշտպանությանը, առնվազն վերադարձի իրավունքը անկախտելի մասն է արցախցիների։ Այսինքն առնվազն սրա մասին պետք է խոսվի ամենտեղ, ու դա կեղծիք է խոսել, թե արցախցիների հարց օրակարգ բերելով մենք խախտում ենք այսպես կոչված բանակցային տրամաբանությունը, խաղաղության տրամաբանությունը, որովհետև եթե չես լուծում հարցերը, այլ պարզապես աչք ես փակում դրանց վրա, իբր թե դրանք չկան, որևէ խաղաղություն չի կարող երկարատև լինել։ Եթե մի կողմ շահում է ամեն ինչ, մյուս կողմը ոչինչ, այդ խաղաղությունը չի կարող երկարատև լինել։ Ոչ հավատացեք, ես որպես արցախցի ամենաշատն եմ երազում խաղաղության մասին ու ամենալավը գիտեմ խաղաղության ու պատերազմի գինը։ Ոչ մեկ չի ուզում պատերազմ, բայց այդ խաղաղությունը, որ մեզ փորձում են սովորեցնել, թե իբր նոր ձևով խաղաղության մեջ ապրել, այդ խաղաղությունը պետք է լինի ինչ որ կոնկրետ գործողությունների վրա հիմնված։
կոնկրետ հարցերի լուծման վրա հիմնված։ Եթե դու չես փորձում լուծել այդ հարցերը, պարզապես ասում ես խաղաղություն է լինելու, այդ խաղաղությունը սին է եւ մտածածին պարզապես։ Ձեր խմբի այդ քննարկումների խմբի ներսում աշխատանքային խմբի մասին է իհարկե խոսքը։ Խմբի ներսում քննարկումների ժամանակ դուք ընդհանուր դեռևս մշակվող ծրագրի մասին կամ առաջարկների մասին հələ վաղ է դրա մասին խոսել, դեռևս չեք մշակում։ Մշակման փուլում է։ Վաղ չէ, որովհետև ամեն օր այդ աշխատանքները տարվում են։ Ու մեծ ձևով շարժումը կարծես թե պարբերաբար այսպես հերթականությամբ անդրադառնում է Հայաստանցուն, այսինքն Հայաստանի քաղաքացուն հուզող տարատեսակ հարցերի, սոցիալական կլինի, քաղաքական, ներքին քաղաքական կլինի, արտաքին քաղաքական կլինի։ Ես կարող եմ հիմա անոնս անել, որ շուտով նաև կլինի արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ մեր շաբաթվա կարևոր իրադարձությունների մասին գործողությունները, հանրությունը կտեղեկանա, թե ինչ աշխատանքներ են տարվել մինչ այս պահը։ Գնահատական կլինի նախ այն ինչ որ տեղի ունեցել, որքան ես հասկանում եմ, հա, այն ենթադրենք օգոստոսի 8-ի այդ կնքված նախաստորագրված համաձայնագրերի։ Մենք կփորձենք փուլ առ փուլ գնահատականներ տալ ու մեր տեսլականը ներկայացնել հանրությանը, սակայն ինչպես գիտենք արտաքին քաղաքականությունը օրինակ նույն երիտասարդների համար մշակված ծրագրերի հետ չես կարող համատել, շատ բաներ կատարվում են ավելի ոչ հանրային, քան թե հանրային, բայց պարտադիր կերպով հանրությանը հաշվետվություն է ներկայացվելու, թե մենք այս ամբողջ ընթացքում արտաքին քաղաքականության վերաբերյալ ինչ տեսլականներ ենք մշակել, ինչ գնահատականներ ենք տալիս, նույն Վաշինգտոնյան այսպես փաստաթղթերին եւ այն բոլոր արտաքին քաղաքական գործընթացներին, որոնք որ տեղի ունենում Հայաստանում եւ կփորձենք այդ լուծումները նաեւ առաջարկել։ Շնորհակալ եմ Արեգա հրավերս ընդունելու համար։ Մեզ դիտողին, մեր հետևորդներին հիշեցնեմ, որ իմ հյուրն էր մեր ձևով շարժման արտաքին քաղաքական հարաբերությունների աշխատանքային խմբի անդամ Արեգա Հովսեփյանը։ Շարունակեք հետևել Armenia Today-ի խոսում են գլխավորի մասին հաղորդաշարին, ես Դավիթ Աղաբեկյանն եմ առայժմ։